1917 թվականի փետրվարյան հեղափոխությունն Անդրկովկասի ժողովուրդները դիմավորեցին մեծ ոգևորությամբ։ Ցարական վարչակարգին փոխարինած ժամանակավոր կառավարությունը հռչակեց քաղաքացիական ազատություններ։ Անդրկովկասյան ժողովուրդների առաջնորդները կատարված եւ ակնկալվող փոփոխություններից ոգեշնչված միավորվեցին տարածաշրջանային եղբայրության եւ համերաշխության կոչերով, քաղաքական ժողովրդավարացման եւ տնտեսական արդիականացման հույսերով։ Ժամանակավոր կառավարությունը հայերին վստահեցնում էր, որ նոր վարչակարգը կստեղծի ինքնավար Հայաստան Ռուսաստանի հովանու ներքո։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Անդրկովկասյան եղբայրության եւ համերաշխության կոչերը անցողիկ էին։ Ցարական վարչակարգի փլուզումը բացահայտեց հայ, վրացի եւ մահմեդական ժողովուրդների հակասական շահերը։ Իրավիճակն էլ ավելի անհուսալի դարձավ, երբ 1917 թվականի նոյեմբերի 7-ի հեղաշրջման արդյունքում իշխանության եկած բոլշևիկները հանձին Լենինի պահանջեցին Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերում եւ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Սակայն ռուսական զորքերից մերկացած ռազմաճակատի եւ թուրքական հարձակման անմիջական սպառնալիքի պայմաններում հայկական ինքնավարությունը անհնար էր կյանքի կոչել։ Հաշվի առնելով ողջ Անդրկովկասյան ռազմաճակատի անկայուն դրությունը, հայ քաղաքական գործիչները Հակոբ Զավրյան, Արմեն Գարո եւ այլք ձեռնամուխ են լինում ռազմական կազմակերպությունների լայն ցանցի ստեղծմանը։ Բանակի ազգայնացման նպատակով 1917 թվականի ապրիլի 19-ին Թովմաս Նազարբեկյանն ուղարկվում է Կովկասյան ռազմաճակատի շտաբ բանակի զորամասերը ազգայնացնելու։ Ազգային խորհրդի որոշմամբ ստեղծվում է նաեւ հայ կամավորականների դիվիզիա զորավար Անդրանիկի հրամանատարությամբ։ Արևելյան եւ Արևմտյան Հայաստանում իրավիճակի կայունացման հարցերով զբաղվում էր Երևանի հայոց ազգային խորհուրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ։ Երևանում սկսում են հավաքվել ռուսական բանակում ծառայած հայ սպաներ եւ զինվորներ։ Թեպետ դեկտեմբերի սկզբին արդեն հնարավոր է լինում կազմավորել հայկական զորամասերը, բայց ռուսական բանակում տեղի ունեցող զանգվածային դասալքության պայմաններում անհնար է դառնում համալրել ողջ Անդրկովկասյան ճակատը։ 1918 թվականի սկզբին ռուսական բանակը լիովին լքեց իր դիրքերը Կովկասյան ռազմաճակատում։ Ռուսական Կովկասյան ճակատն այլևս գոյություն չուներ եւ այդ պահից սկսած մինչեւ 1918 թվականի մայիսի վերջը, այսինքն 6 ամսվա ընթացքում հայկական փոքր բանակը միայնակ պետք է դիմանար թուրքական բանակի դեմ մղվող հուսահատ պայքարին, պաշտպանվելով 400 կիլոմետր երկարությամբ ընդարձակ ճակատում, Քելքիթից մինչև Էրզրում եւ Խնուսից մինչև Վան։ Գեներալ Գաբրիել Ղողանյանի ուշադրություններից։ Ռուսական բանակի քայքայումի եւ թիկունքում կատարվող իրադարձությունները չէին կարող վրիպել թուրքերի ուշադրությունից։ Ուստի 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Երզնկայում թուրքերը կարողացան Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքել զինադադար, որը նրանց հնարավորություն էր տալիս իրենց ուժերը վերադասավորելու եւ լայնածավալ հարձակման նախապատրաստվելու։ Իսկ արդեն 1918 թվականի հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին Հաղթելով Երզնկայի զինադադարը, թուրքերն անցան լայնածավալ հարձակման։ Իրավիճակը ել ավելի անհուսալի դարձավ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, երբ թուրքական ուժերը գրավեցին Երզնկան, Տրապիզոնը, Բիթլիսը, Վանը, Էրզրումը, Բաբերթը, ապա Կարսը եւ շարժվեցին Ալեքսանդրապոլի ուղղությամբ։ Հայկական զորամասերը ստիպված եղան նահանջել։ Թուրքական զորքերի նոր արշավանքը սպառնում էր հայ ժողովրդի իսպառ ոչնչացմամբ։ Իրավիճակն օրհասական էր։ 1918 թվականի մայիսի կեսերին Երևանի նահանգում հազարավոր հայ փախստականների համար փրկություն կարծես թե չկար։ Նրանք մեկուսացված էին եւ շրջապատված թշնամու ուժերով։ 5 կամ 6 հազարանոց խղճուկ զորամասերը, որոնք անշեղորեն նահանջել էին նախորդ 4 ամիսների ընթացքում, այն ամենն էին, ինչ կանգնած էր թուրքերի ճանապարհին։ Հայությունը միայնակ էր մնացել օսմանյան զորքերի առաջ։ Այսպիսով Ալեքսանդրապոլի գրավումից կարճ ժամանակ անց 4 թուրքական դիվիզիաներ վերսկսեցին արշավանքը դեպի արևելք Ղարաքիլիսա, հարավ-արևելք Բաշապարան եւ հարավ-Սարդարապատ ուղղություններով։ Թուրքական հարձակումը նախ աննկարագրելի խուճապ առաջացրեց Երևանում։ Բնակիչների առաջին մղումը փախչելն էր։ Մեծամասնությունը հակված էր քաղաքը թողնելու, Սևանի ավազան տեղափոխվելու եւ այնտեղից դիմադրություն կազմակերպելու գաղափարին։ Նահանջին կտրականապես դեմ արտահայտվեց հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը։ Այս պայմաններում գավառի կառավարումը ստանձնած Երևանի հայոց ազգային խորհուրդը ձեռնամուխ եղավ հայերի բնաջնջումը կանխելու գործին։ Որոշվեց ճակատամարտ տալ։ Կազմավորվեց հատուկ կոմիտե, որը գլխավորում էր Արամ Մանուկյանը։ Հայկական զինվորական գնդերը վերակազմավորվեցին եւ ամրապնդվեցին կամավորներով։
Երևանի կորպուսը գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարության տակ էր։ Երևանյան զորամասի հրամանատար գեներալ Սիլիկյանը հանդես եկավ հատուկ կոչով։ Հայեր, շտապեցեք հայրենիքն ազատելու։ Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնական, հանուն մեծ գործի, հայրենիքի փրկության եւ իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը թշնամուն հարվածելու համար։ Հանուն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության, հանուն ոտնակող եղած ճշմարտության, ոտքի կանգնեցեք, դեպի սրբազան պատերազմ։ Շուտով հայ ժողովրդի իրարանցումն ու խոճապը փոխարկվեցին սթափ վճռականության եւ համառ գործողությունների։ Այսպես 1918 թվականի մայիսի 22-ին Սարդարապատում հայկական ուժերը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ եւ մոտակա գյուղերի բնակչության առաջխաղացմամբ ջախջախեցին թուրքերին եւ դուրս քշեցին Սարդարապատից։ Մայիսի 21-ից 23-ը Սեդրակ Ջալալյանի, Արսեն Տեր-Պողոսյանի եւ Ջահանգիր աղայի գլխավորությամբ, իսկ 24-ից 28-ը Դրոյի հրամանատարությամբ հայկական կորպուսը Բաշ ապարանի ծանր մարտերում ջախջախեց թուրքական ուժերին եւ հետ շպրտեց Ալեքսանդրապոլ։ 1918 թվականի մայիսի 24-ից 28-ը ծանր մարտեր մղվեցին Ղարաքիլիսայի մոտ։ Մեծ խիզախություն դրսևորեցին գնդապետներ Աթաբեկ Բեյ Մամիկոնյանի եւ Նիկոլայ Ղորղանյանի գնդերը, ինչպես նաեւ լեյտենանտ Նժդեհի ղեկավարած ջոկատը։ Հսկայական կորուստներ կրեցին թե հայկական ուժերը, թե թուրքական ուժերը։ Զինամթերքի սակավության պատճառով հայկական ուժերը ստիպված եղան նահանջել դեպի Դիլիջան, որից հետո միայն թուրքական կողմը գրավեց Ղարաքիլիսը։ Սակայն թուրքերի կորուստներն այնքան զգալի էին, որ նրանք չկարողացան հարձակում սկսել Թիֆլիսի վրա։ Այսպիսով, բացառիկ կարճ ժամանակամիջոցում հայ ժողովուրդը, չնայած հայոց ցեղասպանությանը, 1914-ից 17 թվականների կրած ծանր զրկանքներին, անհամար զոհերին ու զոհողություններին, այդուամենայնիվ դրսևորեց զարմանալի կենսունակություն եւ եռանդ, կազմակերպչական տաղանդ եւ հնարամտություն հայկական զորամիավորում կազմավորելու գործում։ Արդյունքում մայիսյան հաղթանակներով հնարավոր եղավ ոչ միայն պահպանել սեփական գոյությունը, այլև անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայկական պետության վերստեղծման, հայ ժողովրդի ազգային վերածննդի համար։